Բարի երեկո, դուք դիտում եք Ամեքլուսի IPF+ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանով։ Սիլիկոնյան հովտում այլևս չեն հարցնում, թե Հայաստանը որտեղ է, վստահեցնում է ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Նրա խոսքերով նոր կառավարությունը շահագրգռված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ։ 3 հանդիպում ենք պայմանավորվել վարչապետի հետ, մեկը նվիրված կլինի, որին մենք խնդրեցինք պատրաստվել կրթական խնդիրների եւ մեկը օրենսդրական փոփոխություններին, որտեղ կներկայացնենք նաեւ որոշակի հարկային արտոնություններ կամ ինչպես դա փոխարինել դրամաշնորհներով կամ ներդրումներով։ Ազատամարտիկ Վիտյա Հակոբյանը հիշեցնում է, ամենալավ պաշտպանությունը հարձակումն է։ Ըստ նրա 94-95 թվականներից մինչ օրս բանակում զոհվել է շուրջ 2000 զինվոր, մինչդեռ այնքան զինվորով կարելի էր ակտիվ գործողություններ իրականացնել։ Անընդհատ պաշտպանվենք, մինչև երբ պաշտպանենք, որ բորենիների նման թաքնված են այնտեղ, սպասում են ամեն մի այն պահի ու մեր զինվորներին են սպանում։ Հայաստանից ոչ շատ հեռու են տեղի ունենում իրադարձություններ, որոնք անտեսել չի կարելի, ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Խոսքը 100 հազարանոց զորքի մասին է, որը ձևավորվում է Իրաքի Մոսուլ քաղաքը ահաբեկիչներից ազատելու համար։ На самом деле территория Ирака, она очень близка к нам, это меньше 500 километров от границ Армении. Кроме того, это имеет прямое отношение к формирующемуся или сформировавшемуся, как сказать, курдскому фактически государству на севере Ирака. А курды это то, что Армению напрямую касается. Մեր քաղաքում հեծանիվ վարելը ամենաանվտանգ գործողություններից մեկը չէ։ Անդրադառնալով իր հեծանվով երթևեկելու վերաբերյալ հրապարակային քննարկումներին, ասել է առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը։ Նա նաև հավելել է, որ մյուսների համար օրինակ ծառայելու ցանկություն չունի եւ դա իր կողմից PR քայլ չի եղել։ Ու ես ամենաշատն եմ զղջում, որ դա ինչ-որ ձևով հայտնվեց մամուլում, սոցիալական ցանցերում, նույնիսկ ինձ ստիպեց հեռանալ սոցիալական ցանցերից։ Առողջապահության նախարարը վաղը կհանդիպի մահացած 3 ծննդկանի Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի եւ Ռիփսիմե Նազլուխանյանի հարազատների հետ։ Իսկ նախարարությունը կքննարկի բժշկի սխալ եզրույթը օրենսդրորեն ամրապնդելու մասին հարցը։ Այս մասին այսօր Առողջապահության իրավունքի առողջապահությունը եւ մարդու իրավունքները խորագրով միջազգային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։ Նախարարը արդեն արձագանքել է այն իրադրությանը, որը ձևավորվել է իր հարցազրույցից հետո։ Նախարարը Հայաստան կվերադառնա վաղը եւ կարծում եմ հենց վաղն էլ կկայանա այդ հանդիպումը, ասել է փոխնախարարը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ արևմուտքն իր երկրի համար ոչ մի լավ բան չի արել, ուստի Թուրքիան մտադիր է ինքնուրույն լուծել իր առջև ծառացած խնդիրները։ Ինչ պետք է Թուրքիան ակնկալի արևմուտքից, երբ արդեն 53 տարի է, որ մեզ ստիպում են սպասել Եվրոպական միության դռների մոտ, ասել է Էրդողանը։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ վերջին 3 տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ստիպել են Թուրքիային փոխել իր հայացքները եւ իր համար նոր ճանապարհ ընտրել։ Էրդողանի խոսքով իր երկրի համար արդեն միևնույն է, թե մյուսներն ինչ կասեն։ Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհանսոնը հայտարարել է, որ հրաժարվում է ամսական աշխատավարձի մոտ 20%-ով բարձրացումից եւ այդ գումարը կտրամադրի բարեգործությանը։ Ես չեմ խնդրել նման բան, ես տեղյակ չեմ այդ բարձրացումից, ինձ պետք չէ այդ բարձրացումը, լրագրողներին հայտնել է Գուդնի Յոհանսոնը։ Նա հավելել է, որ աշխատավարձի բարձրացած չափով գումարը ամսական 600,000 կրոնան, որը հավասար է 4800 եվրոյի, կտրամադրի բարեգործությանը, սակայն չի մանրամասնել, թե որ բարեգործության մասին է խոսքը։ Օրվա լրահոսը։ Նոյեմբերի վերջին հայտնի կդառնա գազի նոր սակագինը, որն ավելի ցածր կլինի գործող գնից, իհարկե ընդամենը 1 տարվա կտրվածքով։ Հունվարի 1-ից 17 թվականի մինչև 18 թվականի փետրվարի 1-ը պետք է սահմանենք։ Արդեն հայտնի են ֆինանսական այն աղբյուրները, որոնք թույլ կտան իջեցնել գազի սակագինը։ Ռոբերտ Նազարյանը նշում է 4 աղբյուր՝ Ռուսաստանից Հայաստան հասնող տարանցի գազի գնի նվազեցում, բիզնեսին տրված արտոնությունների հաշվին գազի օգտագործման ծավալների ավելացում, Գազպրոմ Արմենիայի ֆինանսական մի շարք պարտավորությունների թեթևացում։ Ռուսական Գազպրոմ ընկերությունը այս բոլոր 3 աղբյուրներովս նշված ռիսկերը խոստանում է վերցնել իր վրա, եթե չի բավարարի, ապա ինքը կսուբսիդավորի մնացած մասը։
Պարոն Նազարյանը կխուսափի գազի սակագնի իջեցումը կապել սպասվող ընտրությունների հետ։ Գազպրոմ Արմենիան դիմել է, իրենք էլ իջեցնում են։ Բացի դրանից սպառման ծավալները քչացել են, սրանով հնարավորություն կա բարձրացնել։ Հարգելիներս, ես իմ գործառույթը անում եմ այն շրջանակներում, որպեսզի ես կարողանամ անհրաժեշտ հասույթ ապահովեմ տվյալ ընկերություններին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ֆինանսական կայունությամբ անվտանգ եւ հուսալի շահագործում եւ ծառայություններ մատուցեն։ Արամ Մանուկյանը համաձայն է, հայաստանցիները արդեն 2 տարի 100 միլիոն խորանարդ մետր ծավալով ավելի քիչ գազ են օգտագործում։ Հիմնական պատճառը, որ մենք գազ քիչ ենք վառում, արտագաղթն է, պարզապես սպառողը չկա։ Ըստ Արամ Մանուկյանի տարօրինակ է, որ որոշել են գազի գինի իջեցնել, քանի որ սպառումը չի ավելանալու, իսկ վրացիների հետ տարանցի գազի գնի իջեցման մասին պայմանավորվածությունները դեռ օդում են։ Հիմնական ծանրությունն ընկնում է ռուսների ուսերին, որոնք պատրաստ են հրաժարվել շահույթների մի մասից։ Ռուսները դա կարող են անել մեկ անգամ։ Արամ Մանուկյանը վստահ է, որ նախընտրական տարում ռուսները մեծ լավություն են անում եւ ոչ մի երաշխիք, որ մյուս տարի որոշեն նորից բարձրացնել գազի սակագինը։ Եվ որևէ մեկը, ոչ Նազարյանը, ոչ էներգետիկայի նախարարը չեն կարող եւ չեն էլ տա երաշխիք, որ սա մշտական գործող ակցիա է լինելու։ Իսկ թե ինչու են ռուսները որոշել մեծ լավություն անել կորցրած շահույթների ռիսկերն իրենց վրա վերցնելով, Արամ Մանուկյանը հիշեցնում է, որ դա լավություն անելու հայտնի գազպրոմային մեթոդ է։ Կառաջանան պարտքերի փոխարեն կտանք ապրանք, կտանք հայաստանյան սեփականություն։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը մինչեւ այսօր չգիտի, թե Վլադիմիր Պուտինը որտեղից էր վերցրել Հայաստանի այս տարվա 10% տնտեսական աճի մասին ցուցանիշը։ Մենք աճ ինչքան որոնենք, որ վիճակագրություն դա հրապարակի։ Եվրասիական տնտեսական միությանն Հայաստանին անդամակցելն այս մարտն այսօր էլ համարում է լայն հնարավորությունների դաշտ, ինչքան ավելի վատ է նրանց վիճակը, որոնք ԵՏՄ անդամ չեն։ Կայլ համատեղ Վրաստանի Հանրապետությանը ու Մոլդովայի Հանրապետությանը։ Նախարարը երկար մտածեց, երբ հարցրեցին, թե 2016-ի ընթացքում Հայաստանում արդյունաբերական ինչ ձեռնարկություն է բացվել։ Եկեք ձեր չբացած, չխոսանք դրա մասին։ Ներդրումների համար պատասխանատու նախարարն ի դեպ նկատեց, որ իր նշանակումից հետո դեռևս ոչ ոք չի դժգոհել, որ չի կարողանում ուզածը ներկրել։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը դա կհաստատի։ Դիզելային վառելիք ներկրող ունենք, բանան ներկրող ունենք։ Պարոն Հարությունյանը վստահեցնում է, որ ինքը եկել է խոչընդոտողների դեմ պայքարելու համար։ Պայքարելու եմ, պայքարելով։ Լրագրողները նկատում են, որ մենաշնոր ունեցողների հարկերն սկսել են պակասել, ինչ պայքարի մասին է խոսքը։ Պետք նախագահն ասում է, գուցե նրան շրջանառությունն է պակասել։ Նվազել է շրջանառությունը, նվազել է ներմուծումները, թե դա ստվեր է։ Եթե դա ստվեր է, ես ձեզ հավաստիացնում եմ, որ պայքարելու եմ։ Շատ ժամանակ պետք չէ Վարդան Հարությունյանին, որպեսզի ինքը իմանա այն ստվերի տեղը, որի մասին գիտի ամբողջ Հայաստանը, հենց ինքը գույքագրի ստվերի ծավալները կսկսի պայքարել դրա դեմ։ Պայքարելու տարբեր ձևեր կա։ Միակ ձևը պետք է պայքարել։ Ի դեպ պարոն Հարությունյանն անկեղծ է, 20 օր առաջ նշանակվելուց հետո ինքը համակարգը լցրել է իր մարդկանցով, նա ասում է, խաղի կանոն է փոխվել եւ այդ կանոններն ինքն է ֆիքսում։ Սասնա Ծռեր խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը կլինի առողջապահության նախարարության հսկողության ներքո։ Փոխնախարար Վահան Պողոսյանը նախարարություն այցելած հարազատների խոստացավ այսօր իսկ մասնագետ գործուղել դատապարտյալների հիվանդանոց։ Կգնան, կտեսնեն ինչի կարիք ունի ինքը, ինչ լաբորատոր գործիքային, ինչեր է արվել, մինչև ամբողջ հիվանդության պատմությանը կծանոթանան եւ տեղում, եւ Երևանի բժշկական կենտրոնում։ Հովհաննես Հարությունյանի քույրը Թամարա Հարությունյանը հատկապես վերջին շրջանում ահազանգում է եղբոր առողջական վիճակի մասին։ Քույրը պնդում է եղբայրն անհապաղ վիրահատության կարիք ունի, սակայն բժիշկները տարբեր պատճառաբանություններով հետաձգում են։ Հովհաննեսը երբ որ կանգնում է, իր ոտերը նախ ահավոր տարբեր են, մեկը մեկից այդ ոտը հիվանդ շատ նիհարել է միջև կոնքը։ Ու երբ որ 2 րոպեից ավել ինքը մնում է ոտի վրա, ուղղակի ցնցող է տեսարանը ոտի տարբերության, ցնցող։ Ես հեռու եմ այն մտքից, որ բժիշկները որևիցե մի առումով կամ ինչ-որ փուլերում թերացել են։ Մինչ փոխնախարարի մոտ գնալը Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակով մտահոգ քաղաքացիները մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում էին։ Նրանք օմբուդսմենից պահանջեցին միջնորդել, որպեսզի բժիշկներից ու հարազատներից կազմված պատվիրակությունը տեսակցի Հովհաննես Հարությունյանին։ Հարազատները պահանջում են նաև անհապաղ վիրահատություն, այդ հարցով օմբուդսմենն արդեն իսկ դիմել է իշխանություններին։ Մենք ակնկալում ենք, որ պատասխանը մարմիններից կստանանք հնարավորինս սեմ ժամկետում։ Սասնա Ծռերի անդամ Հովհաննես Հարությունյանը դատապարտյալների հիվանդանոց է տեղափոխվել հուլիսի 26-ին Էրեբունու բարեկապահական ծառայության շենքի մոտ ոստիկանության հետ փոխհրաձգությունից հետո։ Նա մեղադրվում է շենքշինություններ գրավելու եւ ապօրինի կերպով զենք ռազմամթերք պահելու եւ կրելու մեջ։ Հովհաննեսը մեղադրանքը չի ընդունում։
Հայաստանում հնարավոր կլինի ոսկրածուծի փոխպատվաստում իրականացնել։ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բացվել է տարածաշրջանի առաջին նմանատիպ բաժանմունքը։ Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը ունի 7 հիվանդասենյակներ, որոնցից 3-ը դրանք երեխաների համար են նախատեսված, իսկ 4-ը մեծահասակների։ Համապատասխան սենյակները կառուցված են այնպիսի պայմաններում, որտեղ օդի օդափոխությունը կատարվում է այնպես, որ որևէ միկրոբներ, բակտերիաներ այնտեղ հնարավոր չլինի մտնեն։ Այդ իսկ պատճառով այդ սենյակներում հնարավոր է կատարել հենց ոսկրածուծի փոխպատվաստումը։ Մինչ օրս ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդները ստիպված էին դիմել օտարերկրյա կլինիկաներ։ Փոխպատվաստումը բարդ բժշկական պրոցեդուրա է, որը կիրառվում է ոսկրածուծի պաթոլոգիաների թերապիայի, արյան որոշ հիվանդությունների դեպքում։ Մեր երկրում տարեկան միջինը 60 քաղաքացի ոսկրածուծի փոխպատվաստման կարիք է ունենում։ Կենտրոնը որոշել է ոսկրածուծի փոխպատվաստման ենթակա երեխաներին սնունդը հատկացնել անվճար։ Եվ այդ տեսակ սննդի համար յուրաքանչյուր ամիս մենք խնդրելու ենք, որպեսզի այդ սննդի համար, որովհետև պետությունը այդ սննդի գումարը դեռևս չի հատկացնում, նվեր իր կյանքը մեզ օգնելու է, որպեսզի այդ սննդի հարցը լուծենք։ Ամսական կարող է լինել 3-ից մինչև 5 միլիոն դրամի սահմաններում։ Տիկին Սարգսյանը կցանկանար ավելին անել, բայց նվիրատվությունները պակասել են։ Նա ներկայումս Նվիրիր կյանք հիմնադրամի համար նվիրատվությունների այլընտրանքային տարբերակներ է փորձում գտնել։ Գտնում եմ ինչ-որ բաներ, որ Սարգսյանը հավաքում է այդ գումարը։ Շատ ոչ սիրուն բան եմ անում, ստիպողական եմ հավաքում, ամաչելով, բայց ուրիշ տարբերակ չկա, պիտի մշակենք միասին այսպես մի բան, որ ոչ մեկին դժվար չի լինի։ Արյունաբանական կենտրոնի նորացումն իրականացվել է 4.7 միլիոն դոլար օտարերկրյա դրամաշնորհային ծրագրերի հաշվին։ Այսօր նոյեմբերի 7-ն է։ Դերևս մեր սերնդի կյանքի օրոք այն նշվում էր շքերթներով և տոնական համերգներով։ Հայաստանում 70-ական 80-ական թվականներին նոյեմբերի 7-ը առանձնապես քիչ էր հուզում բնակչությանը, պարզապես ևս մի ազատ օր էր։ Ռուսաստանում այդպես չէր, այնտեղ առկա էր այդ տոնի քաղաքական բաղադրիչը։ Որպեսզի այն վերադա, Ռուսաստանի իշխանությունները մոտ 10 տարի առաջ առաջարկեցին նոր տոն։ Նոյեմբերի 4-ին պաշտոնապես նշվում է ժողովրդական միասնության օրը, որի առիթն է 1612 թվականին լեհերի հանդեպ տարած հաղթանակը։ Իսկ ընդհանրապես հաջողվում է արդյոք ինչ-որ տեսակյունից անցանկալի տոնը փոխարինել ցանկալիով։ Օրվա գլխավոր թեման։ Կարմիր դրոշով ու մեխակներով ավանդույթի համաձայն նոյեմբերի 7-ի առավոտյան կոմունիստական կուսակցության անդամները դուրս են եկել երթի Ալեքսանդր Միասնիկյանի ու Ստեփան Շահումյանի արձաններին ծաղիկներ դնելով նրանք կրկին հիշում են մոռացված տոնը։ Հրապարակը լրիվ զարդարվում էր ամեն ինչով։ Պիոներների վսկապներով, կարմիր վսկապներով, սպորտսմենները իրենց հագուստերով պատրաստ են այդ օր անցնելու Լենինավանդ հրապարակով։ Եվ պատահական չէ, յուրաքանչյուր տոնի հաջորդ օրը ուսումնասիրությունը ցույց են տվել, որ մարդկանց արտադրողականությունը ավելի էր բարձրանում։ Նոյեմբերի 7-ը խորհրդային միության երկրներում, այդ թվում Հայաստանում գլխավոր տոնն էր բոլշևիկյան հեղափոխության օրը։ Հրապարակով անցնում էին աշխատավորական կոլեկտիվները, վերպարզած հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդի նկարը։ Առաջ անցնում է շատ հոյակապ, երգով, պարով, ցնծություններով, ուռաբացակացություններով։ Լավ հուշեր են մնացել ինձ այդ խորհրդային տարիներից։ Երիտասարդների համար դժվար է մտաբերել ինչ տոն է այսօր։ Այսօր ինչ տոն է։ Այսօր ոչ, նոյեմբերի 7-ն է։ Ոչ, պես նոյեմբերի 7-ը լավ օր է։ Չեք հիշում առաջ ոնց էիք նշում այդ տոնը, ինչպիսին էր։ Շքերթով, ասա, շքերթ էր։ Այդքան լավ չեմ հիշում, աղոտ երևի։ Նոյեմբերի 7-ն է։ Նոյեմբերի ոստիկանության տոնն է։ Հա։ Ինչ-որ տոն էր, հա, հիշում եմ, որ ինչ-որ տոն։ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը վստահ է երիտասարդները ոչ թե անտեղյակ են, այլ պարզապես իրավիճակի բերումով են այդպիսին դարձել։ Երիտասարդները ինքնիսի սոցիալական ծանր վիճակի մեջ են, որ ընտանիք են կազմել, միջև մի կերպ ուզում են իրենց ընտանիքը, բայց դրա համար նրանք ստիպված կանում են օլիգարխների մեծ մոնոպոլը, որոնք
հայ ժողովրդից աշխատող մարդկանց գողացան եւ հարստացել է։ Դրա համար երիտասարդությունը մեզ մոտ քիչ է, բայց դա չի նշանակում է երիտասարդությունը ծանոթ չէ մեր ուսմունքին։ Տաճատ Սարգսյանը չի բացառում, որ նոյեմբերի 7-ը կրկին կարմիր կներկվի օրացույցում։ Այդ տոները վերականգնելու համար անհրաժեշտ է, որպեսզի կոմունիստական կուսակցությունը գա իշխանության։ Կոմունիստական կուսակցությունը հայտարարում է, որ մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ 90-ական թվականներին Հայաստանի նոր իշխանությունները ցանկանում էին հրաժարվել մարտի 8-ից եւ մայիսի 9-ից։ Առաջին նախաձեռնությունը հանդիպեց լուր դիմադրության։ Տղամարդիկ շարունակում էին նվերներ անել կանանց մարտի 8-ին ոչ թե Կլարա Ցետկինի հանդեպ ունեցած մեծ հարգանքի պատճառով, այլ պարզապես ավանդույթի ուժով։ Այդպիսով ապրիլի 7-ը դարձավ ավանդույթ։ Ավելի բարդ է սակայն մայիսի 9-ի խնդիրը։ Այստեղ դիմադրությունը բարձրաձայն էր եւ ոչ միայն հայրենական պատերազմի վետերանների եւ առավել եւս ոչ միայն կոմունիստների կամ ստալինիստների կողմից։ Մայիսի 9-ը մենք համարում ենք ոչ միայն ռուսական, այլև հայկական զենքի հաղթանակ եւ ի վերջո այդ տոնը հենց նման գաղափարախոսությամբ էլ սկսեցին նշել ու դրան ավելացան անկախ Հայաստանի ժամանակ տարած մեր հաղթանակները։ Քրիստոնյա եկեղեցին ոչ միայն մեր, այլև բոլոր մնացած եկեղեցիները դարեր շարունակ փորձում է, այսպես ասած, իրենով անել հեթանոսական տոները։ Եվ դա ինչ որ չափով հաջողվում է Վարդավառի եւ Տրենդեզի պարագայում։ Չգիտեմ, թե որքանով է ընկալվում այդ տոների քրիստոնեական իմաստը, բայց դա բոլոր դեպքերում միահյուսվել է քրիստոնեական ավանդույթի հետ։ Հիմա մեր եկեղեցին պայքար է մղում Սուրբ Վալենտինի եւ Հելովինի դեմ, առայժմ փոփոխական հաջողությամբ։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խարատյանը։ Տիկին Խարատյան, երբ է հաջողվում փոխել հին տոները նորերով եւ վերաիմաստավորել դրանց իմաստը։ Դե սովորաբար մեծ փոփոխությունները պետական մակարդակի եւ նաեւ ազգային մակարդակի այդպիսի փոփոխությունների հիմք են դառնում, նույնիսկ համարյա անխուսափելի հիմք են դառնում, միշտ եւ գաղափարական խոշոր փոփոխություններ այդպիսի հիմք են դառնում, բայց դրանք իրավական ստատուս ունենալու համար պետք է խմբի որոշակի ուղղորդում լինի։ Պետությունները, իշխանություններն են այդ կարգի փոփոխություններ անում, մի կողմից նոր գաղափարները մուտք անելու, մյուս կողմից հներից ազատվելու կամ անցանկալիներից ազատվելու համար կրոնական խոշոր փոփոխությունները, ինչպես օրինակ քրիստոնեությունը, Հայաստանի անկախացում իր հետևից բերեց այդպիսի փոփոխություններ, որը եւ գաղափարական եւ իրավական փոփոխություններ, որպես կանոն օրինաչափորեն սրանք են բերում այդ կարգի փոփոխությունները։ Արժե ռեսուրսներ ծախսել, ժամանակ ծախսել Հելովինի կամ Սուրբ Վալենտինի տոնի դեմ պայքարելու համար։ Այդ շատ լավ հարց է եւ դրա վրա վերաբերյալ ակտիվ հիմա կա քննարկում, որևէ բան դեմ պայքարել պետք չէ։ Ես կարծում եմ, որ միշտ ուղղակի պետք է հաշվի առնել ներքին պահանջարկը եւ դրան բավարարող պայման առաջարկել։ Այո, ես կարծում եմ, որ տոնը դա այնպիսի երևույթ է, որը կարող է նաեւ ձևավորված առաջարկվել հանրությանը։ Ուղղակի պետք է մասնագետորեն որոշվի, թե հասարակության կարիքների բավարարման համար որ տոնը եւ ինչ ծիսակարգով եւ ինչ մշակութային դրսեւորումներով կարող է այդ պահանջարկը բավարարել։ Եթե օրինակ մենք մեր բարի կենթանը վերականգնեինք, նույնիսկ չվերականգնենք այնպես ինչպես ինքը մնաց 100-ամյա անցյալում, այլ փորձեինք հասկանալ իր հնարավոր տրանսֆորմացիան կամ այսօրվա ռեալ կարիքները, բայց այդ տոնահանդեսի մշակույթը փորձեինք եւ կարողանենք վերադարձնել հանրությանը, ես կարծում եմ, որ ոչ մի այդտեղ բան դժվարություն չէր լինի, հանրային կարիքը կբավարարվեր եւ այս կողքից եկած ոչ միշտ հասկանալի կերպարները, ոչ միշտ հասկանալի ձևերով, ուղղակի նմանակման, նրանք շատ արագ կդադարեին, կգորշանային, որտեվ իրական կերպարները մեր հասարակության, մեր անցյալի, մեր պատմության, մեր այսօրվա կարիքների ցցուն արտահայտությունները ամբողջովին կծածկեին դրա կարիքը, այսինքն ցավոք սրտի մեր տոնածիսական կյանքի կարգավորումը, թե օրենքը,
որը կա, գիտեք, հավանաբար կա տոների եւ հիշատակի օրերի մասին օրենք, որտեղ մոտ 20-ից ավելի տոն կա, որից մեր հասարակությունը տեղյակ է նույնիսկ 5-ին 6-ին երևի եւ տեղյակ է նաեւ կամ ուղղակի որպես օր, ինչպես սեպտեմբերի 21-ը, որ իմ խորը համոզմունքով եւ ես նույնիսկ սցենար եմ գրել այդ մասին, ինչ փայլուն եւ բավարարող մշակույթով կարող էր նշվել, բայց այսօր թատրոնի նման մի բան է, միջոցառում է, մի երկու տեղ ճառ են ասում, մարզպետները, նախագահը, ծափ են տալիս, գնում են իրենց տները, այսինքն տոն չի դառնում, ինքը մնում է օրացույցի մեջ մի թիվ, տոն դառնում են նրանք, որոնք այլ կարիքներ գալիս են բավարարելու, հանրային կարիքներ գալիս են բավարարելու, բխեցնել այստեղից, որ Հայաստանը անկախության գաղափարի կարիքը չունի, սխալ է, սրանց ուղղակի պետք է բխեցնել, որ այդ գաղափարի տոնամշակութային մատուցումը չի համապատասխանում տոնական կյանքի զարգացման եւ մատուցման օրինաչափություններին։ Սրանք շատ երկու տարբեր բաներ են։ Եվ ես կարծում եմ, որ ընդհանրապես պայքարելը հանրային կյանքի մշակութային զարգացումների դեմ արդյունավետ մի բան չի։ Դա նույն քաղաքական բռնության նման մի բան է։ Ուղղակի պետք է հաշվի առնել դրանք եւ դրան համապատասխան մշակույթ առաջարկել։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանը թերահավատությամբ է վերաբերվում էկոնոմիկայի նախարարության նոր անվանը, ներդրումների եւ տնտեսական զարգացման, բայց կարևորը այդպիսի նախարարություն ունենալն է, հետո կլինեն հավանաբար ներդրումներ եւ տնտեսական զարգացում։ Դիտեք նաեւ մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մենք կհանդիպենք չորեքշաբթի օրը։ Ձեր նախարարությունը կոչվում է տնտեսական զարգացումներ եւ ներդրումների, այսինքն դուք նախարարեք երկու բանի, որ երկուսն չկան։ Որ զարգացումը կա, ոչ ներդրումը կա։ Դրա համար եմ ձեր համարձակության իսկապես նախանձում։ 0 плюс 0 плюс еще 0 и помножить на 0 и все равно будет 0.